Խաղաղության պայմանագիրը կնքելու համար կողմերը հայտարարել էին, որ այլևս որևէ բան չի ոչնչացնում։ Ինչն է պատճառը, որ գործընթացը չի իրականացվում։ Կողմերը հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացված է եւ անհրաժեշտություն միայն մնացել, որպեսզի ստորագրվի պայմանագիրը։ Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցում ենք իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Ինչպես են արձագանքում, ինչ-որ նոր նախապայմաններ են առաջ բերել, ի՞նչն է խանգարում։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև խաղաղության պայմանագրի տեքստը, ինչպես նշել եմ, այլևս վերջնականացված է եւ միակ անհրաժեշտությունը ստորագրելն է։ Իրենք գիտեք, որ հրապարակային ներկայացնում են իրենց մոտեցումները եւ մենք էլ ունենք մեր մոտեցումները այդ հարցերի շուրջ։ Մենք պարբերաբար խոսում ենք դրանց մասին, կլինի Մինսկի խմբի լուծարման մասին, գիտեք, որ մենք պատրաստակամություն ունենք հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրման միևնույն օրը ստորագրել նաեւ Մինսկի խմբի լուծարման դիմումը, ինչպես նաև սահմանադրության մասով գիտեք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը։ Գրապում են ադրբեջանցիները, ինչ խոսում եք խաղաղության մասին, մայիսի 29 ժամը 1-ից 1:15-ի հատվածում կրակենված է խոսնավար բնակավարության բյուջետը վանքով մնացվել է բնակելի գյուղ։ Սա է ձեր խաղաղության նպատակը։ Ադրբեջանը ձեր խաղաղության լեզերին կրակոցներ է պատասխանում։ Անկեղծ ասած, ինչի մասին խոսում եք, ես դեռ տեղյակ չեմ, մանրամասների մասին տեղյակ չեմ, չեմ առավոտվանը դեռևս առիթ չեմ ունեցել ծանոթանալու, բայց կրակոցների վերաբերյալ ՄՆ-ն հայտարարություն է տարածել եւ այդ մասով հավելյալ որևէ մեկնաբանություն չունեմ։ Չէ, ասում եմ հայտարարության մասում մեկնաբանություն չունեմ, պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։ Խոսեմ, դուք խոսում եք նկատողների իշխանությունը խաղաղության մասին, բայց ամեն անգամ խաղաղության արված հայտարարությունների պատասխան Ադրբեջանը կրակոցներով է պատասխանում։ Սա ինչպես է մեկնաբանում։ Սահմանային միջադեպերի հետաքննության մասով էլ գիտեք, որ մենք Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծենք, հետաքննենք տեղի ունեցող միջադեպերը։ Հայկական կողմը ինչ-որ ձեր պատասխանում է, թե մենք պարզապես այդ գրագործները վերցնողներն ենք եւ վերջ։ Հայկական կողմը, ինչպես նշեցի, եւ հրապարակային դրա մասին հայտարարելը արձագանք է, եւ նաեւ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ենք առաջարկել։ Մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ քննարկել, որպեսզի հետաքննության մեխանիզմը ստեղծենք։ Պարոն Գրիգորյան, դուք պատերազմի վտանգ տեսնում եք, մենք այս հարցը հաճախ ենք տալիս, բայց վերջին շրջանում մենք տեղեկություն ունենք, չեմ կարող շատ մանրամասնել ինչպես, որ ռուսական բարձրագույն իշխանության կողմից ուրիշ տեքստով հասկացել է Հայաստանի իշխանություններին, որ պատրաստեք պատերազմի, որովհետև պատերազմը անխուսափելի է։ Եթե Հայաստանը այս քաղաքականությունը շարունակի, ինչ-որ քաղաքականություն Այսինքն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն է պատճառը պատերազմը լինելու, հա։ Ճիշտ եմ հասկանում ձեր հարցի բնույթը։ Այսինքն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատճառը հանդիսանալու պատերազմի հակառուսականությունը մեկ, երկրորդ Ադրբեջանի հետ սխալ հարաբերությունները եւ քանի որ Ալիևը տրամադրել Ինչ առումով է սխալ եւ նայեք, ասում եք ինֆորմացիա ունեք, ես չեմ լսել այդպիսի ինֆորմացիայի մասին։ Չգիտեմ ինչի մասին եք խոսում, չեմ կարող մեկնաբանել մի բան, որի մասին չեմ լսել, դուք ասում եք չեք էլ կարող պարզաբանել։ Ռուսաստանը, եթե Ռուսաստանի դաշնությունից այդպիսի ինֆորմացիա կա, երևի ճիշտ կլինի հրապարակային ասել դրա մասին։ Հյուպատոսարանը կապանում ինչու չբացվեց, որովհետև Լավրովի այցի ժամանակ ենթադրվում է, որ պետք է նաև Ռուսաստանի հյուպատոսություն բացվի կապանում, բայց այդպիսի բան չէր ենթադրվում։ հայտարարվել է։ Այդպիսի հայտարարվել է, որ
հայտարվել է, որ բացվելու է, այդպեսի հայտարարություն չի եղել, որ բացվելու է։ Ինչպես չի եղել, հավաքչնախարարի տեղակայում մակարդակով էլ է եղել, որ Ասվել է, որ Սերգեյ Լավրովի այցին բացվելու, չէ, այդպեսի բան չի ասել, ամենայն հավանականությամբ ասվել է քննարկվելու է, եւ քննարկվել է, դա։ Դրանից ընդհանրապես մի քանի օր անց հայտարարվեց, որ Ֆրանսիան է հպատակություն բացելու Գորիսը։ Որովհետև Ֆրանսիայի հետ այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերել։ Իրանի հետ էլ այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերել, ինչպես նշվել է, նախապես նշվել է, չէ՞ որ քննարկվել է այդ հարցը։ Պատերազմի ռիսկի մասով չասացիք, պարոն Գրիգորյան, դուք Պատերազմի ռիսկի մասին դուք հղում եք կատարում Ռուսաստանի Դաշնությանը ձեր աղբյուրների։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է, որ պատերազմ չի լինել, խաղաղություն է լինելու տարածաշրջանում, եւ մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ։ Դա բավարար հիմք է, որ Ինչ էիք ասում։ Ռուբիոյի հայտարարությունը, հա, որ Ամերիկանը տեսնում է վտանգ հակամարտության սիման եւ փորձում են ինչ-որ քայլեր ձեռնարկել, նախորդ շաբաթ էր այդպիսի հայտարարություն։ Նայեք, ավելի ճիշտ կլինի պարոն Ռուբիոյի հայտարարությունը հենց ինքը մեկնաբանի, հա։ Կարծում եմ հնարավորություն կա, նախկինում մեր լրատվամիջոցները հնարավորություն են ունեցել պետդեպարտամենտից մեկնաբանություն է ստանում։ Այլ իրավիճակ կա, երբ Ամերիկան է նման հայտարարություն անում։ Ամերիկան ունի իրավիճակի իր գնահատականները, մենք ունենք իրավիճակի մեր գնահատականները, երբեմն կարող են այդ գնահատականները համընկնել, երբեմն կարող են չհամընկնել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։